2 տարի առաջ Արցախի բռնի տեղահանության առաջին օրը 10 ամիս տևած բլոկադայից հետո քաղաքացիները բենզին ստանալու հերթում էին, երբ պայթյուն որոտաց։ Հարյուրավոր զոհեր, այրված մարդիկ փրկության էին վազում դեպի այն հիվանդանոցը, որ 10 ամիս շրջափակման պայմաններում էր գործել։ Այս պահի դրություն չունենք բժշկական ռեսուրս, որը որ կօգնի մեզ, դեղորայքի հետ կապված անտիբիոտիկներ չունենք եւ մեծ քանակությամբ այրվածքային վիճակներ ունենք, այսինքն աստիճանները գնահատելով ռեանիմացիոն միջոցառումներ են պետք եւ չկան այս պահի։ Մեզ պետք է շտապ էվակուացնել մեր հիվանդներին Երևան մասնագիտացված կլինիկաներ։ Բժիշկների մեծ մասը գաղթի ճանապարհին էր, բուժվել ցանկացողները շատ էին, դեղամիջոցները խիստ պակաս։ Քաղաքացիները ծանր այրվածքներով կիսամերկ վազում էին Ստեփանագերտի փողոցներում, մարմինը հովացնելու, սառնություն զգալու եւ ապրելու համար։ Փողոցում քայլելիս բենզինի պայթյունի վայրում ու գրեթե հիվանդանոցի դռան մոտ տասնյակ քաղաքացիներ մահացան, չդիմանալով ցավին ու այրվածքների խորությանը։ Պայթյունից մեկ օր անց միայն Ադրբեջանը թույլ տվեց վիրավորներին ինքնաթիռներով տեղափոխել Հայաստան այրվածքաբանական կենտրոն։ Այրվածք ստացած քաղաքացիներից մի մասը զոհվեցին ինքնաթիռներում ու բժշկական ձեռքը նրանց չհասավ։ Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 219 է, վիրավորներինը 300, անհետ կորածներինը 22։ Բուժառուները մոտ 30 հոգի Հայաստանի Հանրապետության հոգացությամբ բուժում է ստացել արտասահմանում։ Բենզինի պայթյունից այրված եւ ողջ մնացած քաղաքացիներին տարբերելը հեշտ է, ձեռքերից միանգամից երևում է։ Նրանք ջանում են աշխատել, բայց գրեթե միշտ ձեռնոցներով։ Փորձում են շարժել մատները, փորձում են գործի դնել ոտքերը։ Վերջին 2 տարում ոմանց հաջողվել է հաղթահարել ու անցնել այդ փուլերով, ոմանց դեռ չի հաջողվել անգամ ապրել առանց պայթյունի ձայների ու կադրերի։ Առանձնահատուկ ցավի մեջ են ապրում պայթյունի ժամանակ անհետ կորած 22 քաղաքացիների ընտանիքները։ Նրանցից մեկի Կարինե Բաղդասարյանի հետ դեռ ամիսներ առաջ էինք զրուցել։ Կառավարության, արտգործնախարարության, ազգային անվտանգության ծառայության ու պետական մյուս կառույցների դռների առաջ նրան ու մյուս 21-ի հարազատներին հաճախ ենք հանդիպում։ Փնտրում են, որտեղ են իրենց հարազատները հարցի պատասխանը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։